ոնց սկսենք նկարել ֆոնը, նենց կգնա մեր դիմանկարը։ Ֆոնը շատ կարևոր դեր է խաղում։ Եթե մեր խնդիրը լինի բնությունը պորտրետի հետ միասին պատկերելը, այդ ժամանակ ավելի բարդանում է մեր բոլոր այն հատվածները, որոնք որ պիտի ուշադրություն դարձնենք։ Գույնի և լույսի ճիշտ ընտրությունից մինչև խոսուն պատկերներ ստեղծելու գաղտնիքներով է կիսվում ժամանակակից հայ նկարիչ Գրիգոր Եղիազարյանը։ Նկարիչը վարպետության դաս է անցկացնում Մաչանենց կրթահամալիրում։ Վարպետության դասի ընթացքում նկարիչը Գրիգոր Բաբախանյանի դիմանկարն է ստեղծում, միաժամանակ պատասխանում Մաչանենց կրթահամալիրի սաների հետաքրքրող հարցերին։ Իմացությունը դա կարևոր դեր է հանդիսանում վարպետաց դասի համար, ինքնավստահության բարձր գագաթնակետում գտնվելով դու կարողանում ես փոխանցել այն, ինչը որ գիտես։ Հետո միջավայրն էլ է ինքն իրենից արդեն քեզ ստիպում, որ դու թե խոսես, թե աշխատես, թե տաս այնց բաներ, որոնք որ իրենց իրականում հարկավոր է։ Տարիների ընթացքում ակադեմիական կրթության հիմքով ձևավորված իմացությունը, մասնագիտական հմտությունները պետք է փոխանցել սերունդներին, ասում է արվեստագետը։ Այն ինչ որ տալիս ես, ոչ ամեն մեկը չի կարող հենց այդ նույն ձև կրկնել, ոնց որ դու ես անում։ Ամեն մեկը քո տվածը յուրովի վերցնում է իր ներսում վերամշակում է եւ տալիս է մյուսներին։ Այստեղ մեծամասնություն երեխաներ են, շատ լավ բալիկներ են, թելեմեզյանցիներ են, ակադեմիայում սովորող, դասավանդող մարդիկ են, բոլորը շնորհակալություն եմ հայտնում, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն Բաբախանյանին նման հնարավորության, նման առաջարկի, նման լավ հրաշալի վարպետաց դասի կազմակերպման համար։ Գրիգոր Բաբախանյանը պատմում է, Սանկտ Պետերբուրգում է ծանոթացել նկարչի հետ։ Երբ տեղեկացել է արվեստագետը հայրենիքում է, հանդիպումն անմիջապես կայացել է։ Կարևորը այն է, որ մեր երեխաները, մեր երիտասարդները, նաև մեր մեծահասակները, տեսա որ դահլիճում կան, տեսնում են մի կարևոր դպրոց, որը կոչվում է Պետերբուրգյան ակադեմիական Ռեպինյան դպրոցը, որտեղ ուսանում է Գրիգոր Եղիազարյանը, կարևոր է նաև նրանով, որ սա եւս մի մշակութային կամուրջ է Սփյուռքում ապրող եւ Հայաստանում ապրող հայ արվեստագետների, դա էլ իմ համար շատ կարևոր է, որովհետև որևէ երկրում ապրող հայ պետք է իր երակները սնուցող երակները չկտրի հայրենիքի հետ, ինչպես չի կտրում Գրիգոր Եղիազարյանը։ Գրիգոր Եղիազարյանն իր ստեղծագործական մտածողությունը ձևավորել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական դպրոցներում։ Արտ-կուրատոր Ժաննա Ֆուրտոյանը Գրիգորի բացառիկ տեսակն է ընդգծում։ Գրիգորը 5-րդ կուրսի ավարտական կուրսի ուսանող է, բայց մինչև ուսանող դառնալը ինքը 4 տարի ազատ ունկնդիր է եղել, այսինքն կարելի է համարել 9 տարի Գրիգորը ակադեմիական գեղանկարչություն է սովորում եւ 2025 թվականին համարվել է ԱՊՀ երկրների լավագույն ուսանողը, իսկ 2026-ի փետրվարի 3-ին ընտրվեց Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։ Սանկտ Պետերբուրգից ժամանած արվեստագետը Հայաստանի նկարիչների միությունում ևս երրորդյա վարպետության դաս է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է ռուսական ակադեմիական գեղանկարչության հիմունքները։ Արվեստագետը խոստանում է հանդիպումների շարքն ընդլայնել եւ լինել հանրապետության այլ մարզերում ևս։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։